երկու կարևոր արձանագրում եմ ուզում անել։ Նախ սա իրոք ամենամեծ բարեփոխումն է մեր անկախությունից ի վեր առողջապահական համակարգում եւ պետք է մենք գիտակցենք դա եւ ամենամեծ բարեփոխումներից մեկն է ընդհանրապես մեր երկրում տեղի ունեցած։ Այս շատ կարևոր է, ինչու եմ ասում, որտեվ 90-ականների կեսից այս փորձը արվել ներդրվել, բայց չի ստացվել ու մենք հույս ունենք, որ մեր մոտ կստացվի։ Եվս մեկ փաստարկ, որ անհետաձգել է։ Երկրորդը, տեսեք, մենք թռուցիկ ենք անցնում քաղաքացիների խմբերի, որոնք որ ներառվում են համակարգ, բայց այդտեղ շատ կարևոր մի արձանագրում եմ ուզում անենք։ Մենք նշում ենք հատկապես 65+-երի մասով, դա մոտ 400,000-ից ավել քաղաքացիներ են, որոնք այսօր մի մասը առնվազն չունեն, եթե այլ կարգավիճակ չունեն, օրինակ հաշմանդամության խումբ կամ անապահովության բալ։ Եվ երբ որ մենք նաև մեր քաղաքացիներից լսում ենք, թե օրինակ ինչու չենք բարձրացնում կենսաթոշակները այնքան, որ ավելի հեշտ լինի իրենց կարիքները օգնել, դրա մի ծանր մասը կամ մեծագույն մասը հենց առողջապահական ծառայություններն են։ Եվ մենք այո, թեկուզ այլ գործիքներով բարձրացնելով կենսաթոշակը հետ վճարի համակարգով ինչ որ չափով, մենք հնարավորություն ենք տալիս մեր 100,000-ավոր քաղաքացիների օգտվել այն ծառայություններից, որոնք կյանք փրկող են եւ որոնք ամենամեծ բեռն էին իրենց ծախսերի մեջ։ Սա շատ կարեւոր արձանագրում է, որովհետեւ սա դրանով նրանք նաև գումար են ազատելու իրենց այլ կարիքները եւ ոչ միայն իրենք, նաև իրենց ընտանիքի անդամները, երեխաները եւ կամ հարազատները։ Եվ վերջում մի բան էլ ենք անում, որ մենք հիմա երրորդ կարգ ունեցող հաշմանդամներին եւ միջին ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող քաղաքացիներին, որոնք էլի թվով շատ են, մոտ էլի 100,000-ի կարգի, տալիս ենք ամենամեծ փաթեթը՝ ի տարբերություն այսօրվա գործող ավելի փոքր փաթեթի, առնվազն 2 տարով, որպեսզի նաև նրանք էլ հասկանան, թե ինչ լավ է առողջության ապահովագրությունը, հետագայում իհարկե որոշումներ կկայացնենք այդ մասով, այսինքն մենք շատ մեծ ընդլայնում ենք այս սոցիալական երաշխիքները, ես հաշվեցի մոտ 800,000 քաղաքացու համար։